Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 88 կգ քաշային տղամարդկանց մրցապայքարում Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 355 կգ արդյունքով 7-րդ տեղը զբաղեցրեց։ Հարությունյանը պոկում և հրում վարժություններում մեկական հաջող մոտեցում կատարեց։ Այսպիսով Հայաստանի ներկայացուցիչը ոչ մի մեդալ չնվաճեց։ Շատ ավելի հաջող հանդես եկավ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը։ Հայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ, իսկ երկամարտում արժանացավ բրոնզե մեդալի։ Այս անգամ չծալեց ճարմունքը, ինչպես առաջին դեպքում փայլուն է ավելի 160 կգ Ռաֆիկ Հարությունյանը արձանագրում է այս քաշը։ Եվ 163 կգ Կարապետյանը հիմա փորձելու է անգամից առաջատար դառնալ եւ դառնում է եւ շատ վստահ ու գերազանց է ամեն ինչ անում։ Անդրանիկ Կարապետյանը 163 կգ։ Առաջատարության փորձ նաև նախադրյալ ստեղծելու փորձ հրում վարժությունից առաջ գնաց և չկարողացավ 164 տեղը չկարողացավ տեղից կանգնեց ու պահեց Անդրանիկ Կարապետյանն այս անգամ գերազանց կատարեց վարժությունը և մեր հայ ծանրորդը, որը այլ երկիր է ներկայացնում, սկսեց հրում վարժությունը 182-ով։ Բայց 190-ն էլ հրեց, 190-ն էլ հրեց Անդրանիկ Կարապետյանը, շատ լավ կանգնեց սկիզբը շատ։ Վերևում էլ և կպայի Անդրանիկ Կարապետյանը, այսօր ուղղակի փայլուն ելույթ ունեցավ Անդրանիկ Կարապետյանը, պատվով ավարտեց իր ելույթը 194 կգ։ Զիշտերը միանգամից արագ ամեն ինչ անել առանց դադարների։ Ռաֆիկ շատ կարևոր պատասխանատու պահ կանգնեց, այո դժվար էր, բայց դա ոչինչ չի նշանակում, հրում է և պահում է, պետք է հաշվել, հակառակ դեպքում ես չեմ հասկանա մրցավարներին, այո հաշվեցին, գերազանց։ Տեսնենք, ռիսկ է, մեծ է տարբերություն, բայց պետք է։ Մնային դեպս փորձել, կանգնեց, շատ ծանր, բայց կանգնեց Ռաֆիկը և վերջին ճիքը, ոչ, այդպես էլ չտրամադրվեց, չկարողացավ, ուժ չգտավ իր մեջ և չհրեց և